Ժամանակի հրամայականով ծնվեց մեր բանակը։ Մեր տարեգրության վերջին պատերազմում հայոց բանակի ծննդյան երկունքը կենաց մահու մարտերն էին։ Ու քանի որ ամբողջ ազգն էր ներգրավված հայրենիքի պաշտպանության գործում, բնական է, որ այլ երկրներում ծառայող հայ ազգի սպաները չէին կարող սառնասիրտ դիտորդի կարգավիճակում մնալ։ Գալիս էին իրենց փորձով եւ հմտություններով զորակցելու մեր ազատագրական պայքարին։ 1992 թվականի ծանր օրերին հայրենիք վերադարձավ նաև ԽՍՀՄ բանակի փոխգնդապետ Միքայել Գրիգորյանը։ Ջալալօղլի, Լեջան, Ագարակ, Լոռիբերդ, Կողես, Աղեկ գյուղերի տանուտերի թոռը Դարբին շինարար Գուրգենի որդին դեռ մանկուց էր որոշել. ինքը պիտի զինվոր դառնա։ Եվ ահա 1974 թվականին ավարտելով Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարանը, այնուհետ 1987 թվականին Սանկտ Պետերբուրգի Կալինինի անվան հրետանային ակադեմիան Միքայել Գրիգորյանն ընդունվել եւ 1996 թվականին ավարտել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։ Շուրջ 22 տարի ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, զբաղեցնելով դասակի հրամանատարից մինչև հրետանային բրիգադի հրամանատարի եւ կորպուսի հրթիռահրետանային զորքերի շտաբի պետի պաշտոններ։ Ինքը շատ է սիրում իր հայրենիքը։ Ստիպված մենք էլ հետը եկանք, տեղավորվեցինք Ղափանում, մեր պատերազմական տարիներ էր։ Գիտեք, ինչքան շատ դժվար է, շատ ահվոր դժվար էր, որովհետև մենք տեսել ենք այդ ռմբակոծությունները, տեսել ենք ապաստարանը, ինչ բան է, բայց որ ինքը մեզ էլ սովորեցրել է, որպես լավ պահով, որ հայրենասեր պետք է լինենք, հայ ենք։ Մենք էլ հաշտվեցինք այդ մտքի հետ, մնացինք, ծառայությունը շատ դժվար էր, բայց հաղթահարեցինք։ Դա պատերազմ էր հանուն խաղաղության, խաղաղություն, որ արդարության հաղթանակն է, որը նվաճվեց հազարավոր նվիրյալների կյանքի ու անձնազոհության շնորհիվ։ Հաղթանակը խաղաղություն սփռեց միլիոնավոր խռովյալ հոգիներում, ովքեր տասնամյակներ շարունակ ատամները սեղմած կամ բարձրաձայն հայհոյում էին արդարություն կոչվածին եւ մխիթարվում նրա հիվանդ, բայց չմեռնող տեսիլքով։ Դա պատերազմ էր հանուն ազատության եւ անկախության, որը մեծ երազանքն էր հայ ժողովրդի։ Ժողովուրդ, որի երախտավորները նորին գերազանցություն հույսը կապում էին մեծ տերությունների բարեհաճության ու ողորմածության հետ, մոռանալով, որ արդարությունը սրի ծայրին է, որ գրպանահատների հետ ապարդյուն են կիրթ բանակցություններն ու քննարկումները, եւ վերջում պետք է հանգեինք ազատություն կամ մահ կարգախոսին։ Այն որ այն տարիներին մեր ժողովուրդը մի բուր դարձավ, բռունցք դարձավ, դա հպարտորեն եմ հիշում, որ ընկերները էի կորցնում, դա ցավով եմ հիշում։ Այն որ հիշում եմ այն օրվանից, որ սկսեցինք մարտկոցներ կազմավորել, դիվիզիոններ, գումարտակներ, գնդեր, բրիգադներ, հիշում եմ այն տղաներին, որ գիշեր ու ցերեկ անտրտունջ աշխատում էին։ Հետադարձ մի հայացք բավական է պատկերացնելու համար նվաճման այն չափը, որ կոչվում է կայացած կանոնավոր բանակ։ Բանակ, որը փորձարկեց իր ուժը մեզ պարտադրված պատերազմում ու կռեց մեր հաղթանակների պսակը, Արցախի ազատությունը։ 1992 թվականին ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Միքայել Գրիգորյանը նշանակվում է 6-րդ հրետանային բրիգադի հրամանատար։ Արցվաշենն ընկել էր։ Մարտեր էին գնում Վահան գյուղի բարձունքներում։ Կրասնոսելսկում իրավիճակը ծանր էր։ Հրամանատար Յուրի Խաչատուրովը տեսնելով Միքայել Գրիգորյանին անչափ ուրախանում է եւ առաջարկում ղեկավարել հրետանու աշխատանքը Վահան գյուղի շրջակայքում, որտեղ D30 տիպի 4 հրանոթ կար։ Վահան գյուղին մոտենալիս փոխգնդապետ Գրիգորյանը տեսնում է, որ հրաձգություն է սկսվել, եւ հրետանին կրակում է ուղիղ գյուղին։ Ժողովուրդը խուճապահար փախչում է դեպի Կրասնոսելսկ։ Փոխգնդապետ Գրիգորյանն անմիջապես գործի է անցնում։ Կարճ ժամանակ անց արդյունքն ակնհայտ էր։ Բոլորը գոհ էին փորձառու հրետանավորի աշխատանքից,
Փոխգնդապետն առաջին անգամ էր իսկական ռազմական գործողությունների մասնակցում, օգտագործելով հրետանին իրական թշնամու դեմ։ Գրագետ մարտավարությունը խուճապ է առաջացնում հակառակորդի շրջանում։ Փոխգնդապետը միանգամից շահում է զինակիցների վստահությունն ու հարգանքը։ Այստեղից սկսվում է գեներալ լեյտենանտ Միքայել Գրիգորյանի մարտական ուղին, ընդգրկելով Հայաստանի ու Արցախի ողջ բնակավայրերը։ Ես սիրով եմ հիշում իմ սպաներին։ 2-3 ամիս հետո նրանք դառան անեն սպաներ, որ սենց իմ լեզվով ասեմ գլուխը քարնատվել են ուսումնարանը, որ կարողանա 2 ամսում սպային հանել մի մակարդակի, որ պատրաստամարտի։ Այս հենց ստացվեց այս մեր պատերազմական ժամանակահատվածում։ Մի շաբաթում քաղաքացիական շորերը փոխած զինվորականի տղաները մի շաբաթում արդեն պատրաստ էին մարտկոցը տանել մարտի դաշտ։ Գեներալ լեյտենանտ Միքայել Գրիգորյանը սակայն վստահ է, որ հայրենասիրությունը պատերազմի դաշտում աներկյուղ մարտնչելն է, իսկ խաղաղ պայմաններում հայրենիքի, ազգի, պետության համար արժանավոր քաղաքացիներ դաստիարակելը։ Ես կուզենայի, որ թորնիկներս առաջինը մարդ լինեին, հետո տղամարդ, հետո ինչ ուզում են թողնեն։ Տղա սպայ է, բայց առաջինը մարդ է, տղամարդ է։ Սկզբից դա նոր մասնագիտություն։ Կուզենայի, որ սպա լինեն։ Հավանաբար մարդու կյանքը երազանքների իրականացման մարաթոն է, որտեղ քայլ առ քայլ նա իրագործում է իր առջև դրված նպատակները։ Նպատակներ, որոնք վեր են անձնականից։ Մեր հերոսների անցած ուղին փաստում է, որ անանձնական կյանքով ապրողը միայն կարող է իր հետագիծը հավերժացնել մարդկային հիշողության մեջ։ Մարդու երազանքը հավերժական ընթացքն է դեպի կատարելություն, որն ընդհանուր եւ համամարտկային է, ինչը աստվածամետ տիեզերքում ու երկիր մոլորակի վրա խաթարել է հենց ինքը մարդը, իր ճղճիմ եւ չարամիտ նկրտումներով ու կրքերով։ Այդպես բաժան-բաժան է եղել գեներալի պատմական բնորանը, այդպես մեծ տերությունները ծվեն են արել ու միմյանց ընծայել փոքր ազգերի տարածքները։ Եվ հիմա ինչ է երազում հայոց բանակի գեներալը, ինչ է երազում հայ մարդը։ Մի երազանք ունեմ, մարդը ընդհանրապես, չգիտեմ, կարող է թե չի կարող, ես մի երազանք ունեմ, որ դեռ չի կատարվել, բայց կկատարվի։ Չորփա ժամանակվանից ես երազել եմ Մասիսենկոմից տենամ։ Տենալու եմ, տիրոջ իրավունքով, տենալու եմ։ Անվերջանալի երազանքների շղթա, որ բաղկացած է բազմաթիվ մեծ ու փոքր օղակներից, որոնք երբեմն հավերժական պտույտ են հիշեցնում, անհաղթահարելի մնալով իրար հաջորդող սերունդների կողմից։ Ազատ Արցախն էլ երազանք էր, պարոն գեներալ, բայց ձեր ու ձեր զինակից ընկերների շնորհիվ իրականություն դարձավ։ Հիմա երազանքների շղթան, որ սկիզբ է առնում Լալվարից, Խուստուփից, Մռավից դեպ Արարատ, դեպ իրականություն հասցնելու մեր հերթն է։